Երևանում շատ շոկ հա անցկացրեք մի կիրակի օր մեր հետ։ Այսօր Սյուզանն աշխատանքի չի, մեր կիրակիները սիրում ենք սկսել խինկալիով։ Պաշտում եմ։ Այո, մեր օրը կարա սկսվի միանգամից խինկալիով առանց ուրիշ ինչ-որ նախաճաշի, որտեվ շատ ենք սիրում, ունեք սեղ Սյուզանը ինչ հետաքրքիր ձևով է համեմում իր խինկալին։ Երեկոյան էլ հետաքրքիր տեղ ենք գնալու, նենց որ նայեք մինչև վերջ։ Մեյքափի շտկումներ, այս տիպիկ վիճակը խինկալիից հետո նշանակում է ամեն ինչ ճիշտ է սկսվել, գնացինք մի քիչ քայլելու ու քաղցրի հետևից։ Պաշտում ենք, կապ չունի, ինչ ենք երել դրանից առաջ։ Ամառային Երևանի կոլորիտներից դրսում ձմերուկ ուտելն է, ես կարամ ամբողջ օրը ուտեմ ձմերուկ, ուրիշ ոչ մի բան, որտեվ էլի շատ եմ սիրում։ Դե ինչ կիրակի, եթե Սյուզանը չմտնի բոլոր խանութները։ Սյուզանը թարմացնում է մեյքափը ու փոխում շորերը, որովհետև գնում ենք թատրոն տանիքում։ Այլ ընտրանքային թատրոնը, որը շատ հավանեցինք։ Սկզբից էս տրվում է հյուրասիրություն, դուք տանիքում եք ու վայելում եք ներկայացումը հենց այնտեղ։ Հովա մեզ դիմավորում է բենդը ու սա տարածաշրջանի առաջին այլ ընտրանքային տանիքային թատրոնն է։ Թատրոն տանիքումն ունի բացօթյա ներկայացումներ ամռանը, ձմռանը նաև փակօթյա։ Փորձառությունը շատ հետաքրքիր էր, ոնց որ մենք էլ մի մասը կազմում ենք պատմության ընթացքի, որովհետև դերասանները խաղում էին հենց մեր դիմաց։ Եվրոպական միության աջակցության շնորհիվ թատրոն տանիքումն այսօր էլ ավելի կատարելագործված է, դրա համար անպայման բաց մի թողեք։